Ինտերնետի խափանումները մի քանի րոպեով հետաձգեցին Կապիտոլիումում նախատեսված մամուլի ասուլիսը, սակայն չխանգարեցին, որ Միացյալ Նահանգների կոնգրեսում հայ գերիների եւ Արցախի ղեկավարների գերության 1000-րդ օրվա նվիրված ասուլիսը կայանա։ Կոնգրեսականներն ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին գլխավոր պահանջը՝ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր հայ գերիներին ու պատանդներին։ 1000-րդ օրն է, որ Արցախի ղեկավարները եւ մյուս քաղաքացի պատանդները եւ ռազմակերիները կբնան ադրբեջանական բանդերում։ Ադիա 1000 օր է, որ պետք չէ հոնլայն սկիզբեն եւ կարեւոր էր, որ կոնգրեսականները իրենց աջակցելով Ամերիկայի հայտարարի հանձնախումբը այս օրը նշեն եւ շատ հստակ ձևով գոչնեն Ադրբեջանի կառավարության, որ անմիջապես իրենց ազատ արձակեն։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խոսել է Արցախի էթնիկ զտման հետևանքների մասին, հիշեցնելով, որ ավելի քան 100,000 արցախցիներ 2023 թվականին ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։ Կոնգրեսականը խիստ քննադատել է նաև Բաքվում ընթացող դատավարությունները, նշելով, որ Արցախի ղեկավարների գործերը քննվել են փակ դռների հետևում առանց անկախ դիտորդների, իսկ 16 հայի դեմ ներկայացվել է մոտ 2500 մեղադրանք, դատապարտելով նրանց 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Չի կարող լինել երկարատև խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի եւ քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական բանտերից եւ չի վերադարձել ընտանիք։ Կապիտոլիումից հնչած կոչերը միայն գերիների հարցով չէին։ Ասուլիսի մասնակիցները պահանջել են նաև Հայաստանի տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերում, արցախահայության անվտանգ վերադարձի ապահովում եւ Արցախի վտանգված հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանություն։ Երբ որ ունիս 19 կերևարված պատանդներ, երբ որ ունիս ադրբեջանական զորքեր հայկական ինքնիշխան հողերու վրա, երբ որ Արցախի ժողովուրդը չի գնար անվտանգ վերադառնալ իրենց բավենական հողերուն, երբ որ գտեսնանք, որ հայկական եկեղեցիներ արդեն բնաճնջված են եւ ավելին վտանգի մեջ են բնաճնջվելու, ուրեմն ցույց կտա, որ թիմացը ճունիկ մեկը, որուն հետ գնանք իսկական խաղաղության մասին խոսել եւ իսկական բանակցություններ ունենալ։ Միաժամանակ Միացյալ Նահանգների կոնգրեսում քննարկվում են մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության սահմանափակմանը, 907-րդ հոդվածի կիրառմանը, հայ գերիների ազատ արձակման պահանջին եւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Ասոնք հաջորդ օրերուն ընթացքին ներգաղթական դան օրենսդրության հանձնախումբը պիտի որոշե ասոնցմե որոնք ներգաղթական դունը արիթը պիտի ունենա քվեարկելու եւ անշուշտ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը լադիգա Վաշինգտոնի մեջ լադիգա մեր շրջանային գրասենյակները կամ 50 նահանգներու մեջ մեր դարբեր մասնաճյուղերը ամենը աշխատին իրենց շրջանի կոնգրեսականներուն հետ որ զորակցին ադոնք եւ ի վերջո անցնին այդ բանացևեր եւ որ արիթ ունենան քննարկվելու։ Արդյոք կոնգրեսում հնչող այս կոչերը կվերածվեն Բաքվի վրա իրական ճնշման, պարզ կդառնա առաջիկա շաբաթների, երբ ամերիկացի օրենսդիրները կքննարկեն եւ քվեարկության կդնեն ներկայացված նախաձեռնությունները։ Սակայն, ինչպես նշում են հայդատի գրասենյակում, մեկ բան անփոփոխ է. առանց հայ գերիների ազատ արձակման եւ արցախահայության իրավունքների պաշտպանության տարածաշրջանում կայուն խաղաղության մասին խոսելը վաղաժամ է։ Այդուամենայնիվ ընդգծում են 1000 օրն ինքնին ցույց է տալիս, որ արկա միջազգային ճնշումը բավարար չէ։ Եթե բավարար լիներ, հայերի գերությունը չէր հասնի 1000 օրվա սահմանագծին։ Այդ պատճառով Վաշինգտոնում փորձում են հարցը պահել քաղաքական օրակարգի առաջնագծում։